Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, այսօր առաջարկում եմ խոսենք Գյումրու ընտրությունների մասին, բան չմնա, շուտով այդ ընտրությունները կլինեն եւ ընդհանրապես վերջին օրերը, վերջին շաբաթները մեր հանրային ամբողջ ուշադրությունը ուղղված է դեպի Գյումրի նախընտրական կամպանիային, այնտեղ տեղի ունեցող պոպուլիստական, ռետորական ներկայացմանը, այսպիսի տպավորություն ենք ստանում, տեսնում ենք, որ մեծ աղմուկ է գեներացրել այդ նախընտրական կամպանիան եւ դրա համար որոշեցի, որ արժի խոսել դրա մասին, բայց մինչեւ բունյութին անցնելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, հավանել, տարածել ընդհատակի զրույցները, ինչը շատ կարևոր է մեր նախաձեռնության համար։ Եվ ամենասկզբում ուզում եմ մի փոքրիկ արձանագրում անել։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչի համար է այսքան աղմուկ կուտակվել Գյումրու ընտրությունների շուրջ։ Իսկապես չեմ հասկանում։ Իհարկե դրանք կարևոր ընտրություններ են։ Խոսքը Հայաստանի երկրորդ քաղաքի մասին է։ Լուրջ քաղաքային եւ քաղաքական ավանդույթներ ունեցող քաղաքի եւ մարզի մասին է խոսքը, հասկանալի է եւ ընդհանրապես հանրապետության տարածքում տեղի ունեցող ցանկացած ընտրական գործընթաց ինքնին կարևոր է, բայց տպավորություն ունեմ, որ ակնկալիքները եւ ընդհանրապես աղմուկը խիստ չափազանցված է Գյումրիում ու նաեւ տպավորություն կա, որ աղմուկը չի համապատասխանում իրականությանը, այսինքն ավելի շատ աղմուկ է այնտեղից գալիս, քան լուրջ գործընթացը տեղի ունենում։ Դե ընդդիմությունը ինչպես միշտ իր տարատեսակ արբանյակներով փորձում է դա ներկայացնել ցանկացած ընտրական կամ քաղաքական գործընթաց, փորձում է դա ներկայացնել որպես կենաց մահու պայքար, որտեղ կամ պետք է Նիկոլ Փաշինյանին ջախջախենք, կամ գնանք հերթական զիջումների, կամ պետք է հայրենիքը փրկենք, կամ հայրենիքը կորցնենք։ Այն որ Հայաստանի առաջ լուրջ մարտահրավերներ կան, հարց չկա, հասկանալի է, բայց ամեն մի գործընթաց կամ դարձնելն էլ, մի բան չի, sense ոնց որ թեման մարտահրավերը ոչնչացվի եւ արժեզրկվի։ Եվ մյուս կողմից էլ նույնը շատ ավելի քայքայիչ մեթոդաբանությամբ անում են ԿՊԱ-ականները, Նիկոլ Փաշինյանը, ցանկացած ընտրական process կամ քաղաքական գործընթաց դիտարկում են որպես հանուն ինքնիշխանության պայքար, գուբերնիա չդառնալու համար պայքար, իրական Հայաստանի համար պայքար, մի խոսքով, ու բայց տեսնում ենք, որ իրականում այս ամենը ընդհանրապես լոզունգներ են, ճառեր են, պոպուլիստական հռետորաբանության հետ գործունենք եւ ոչ ավելի։ Խոստովանենք, որ հա, եթե Գյումրիում ընդդիմադիրները հաղթեն, դա լուրջ ազդակ կլինի ապագա քաղաքական գործընթացներում, որ կարող են տեղի ունենալ Հայաստանում։ Մասնավորապես մյուս տարի տեղի ունեցած համապետական ընտրությունների մասին է խոսքը, դա լուրջ քաշային առաջընթաց կլինի եւ ընդդիմության տրամաչափներ կփոխվի, բայց Գյումրու ընտրությունները ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանին վերջնականապես ջախջախելու, ծնկի բերելու քայլ, ես չափազանցություն եմ համարում, այնուամենայնիվ, որքան էլ Գյումրին կարևոր քաղաք լինի, որքան էլ մեծ քաղաք լինի, որքան էլ որ Շիրակի մարզը լուրջ դերակատարություն ունենա համապետական քաղաքական մթնոլորտի վրա, այնուամենայնիվ դրանք իմ համոզմամբ պրովինցիալ ընտրություններ են եւ այդ պրովինցիալ ընտրությունները ոչ միշտ են համընկնում համապետական ընտրությունների հետ, սա պետք է մենք հասկանանք, դրանք պրովինցիալ ընտրություններ են եւ անշուշտ պրովինցիալ ընտրությունը չի կարող ազդեցություն չունենալ համապետականի վրա, բայց դա ներկայացնել որպես ինչ որ վերջնական քայլ կենաց մահու պայքար, ես դա էլ չեմ հասկանում, ԿՊԱ-ականների այդ հանուն ինքնիշխանության պայքարի այդ խեղճատակ ռետորաբանությունը չեմ էլ ուզում անդառնալ,
նրանց համար ամեն ինչն է, հա, այդ կատեգորիայի մեջ տեղավորվում, ասում ես, ընկեր դու կոռուպցիոներ ես, դու, չգիտեմ, փողեր ես գրպանել, դու ես ինչ բանը ձախողել ես, Արցախը հանձնել ես, Հայաստանի տարածքներն ես իջել, գնացել ես միակողմանի զիջումների, իրենք դա ասում են, բան, մենք փրկում ենք իրական Հայաստանը, մենք պայքարում ենք անում ինքնիշխանության եւ չենք ուզում գուբերնիա դառնանք, այսինքն գժի թատրոն լինի, էլի։ Փաստը բերում ես դնում ես դեմը, ինձ ասում է, բան, պայքարում ենք անում ինքնիշխանության եւ բոլոր ձախողումները իրականում հաջողություններ են։ Եվ այստեղ ուրիշ բան իմացնում էլի նաեւ ուզում խոսել, տեսնելով այդ նախընտրական կամպանիայի կառուցվածքը մասնակիցներին եւ ուզում հասկանալ ինչ ճղճին քաղաքական իրականությունում մենք ապրում եւ ինքս ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ես իմ նման բազմաթիվ մարդիկ ոնց որ թե խորտ տարեր լինենք այս երկրում, որտեղ չգիտեմ, եթե ես Գյումրիում ապրեի, Գյումրիում գրանցված լինեի, ում պետք է ընտրեի։ Մենս մեկը չկա որ ընտրեմ։ Կպականներին պարզա չեմ ընտրի, ընդդիմադիրներն էլ, չգիտեմ, ում ընտրես։ Եվ վստահ եմ ես մենակ չեմ, իմ նման էլի մարդիկ կան, ու ստեղ մենք խորտ անտեր զանգվածներ ոնց որ լինենք, որ նստած կողքից հետևում ենք այդ գժությանը։ Ինչ-որ կատարում է, եւ նորից էլ այս արձանագրումը պետք է անենք։ Նորից մեր ժողովուրդը ստիպված է ընտրություն կատարել քաղաքական հանցագործների ու անկարող պետական դավաճանների միջև։ Այն ժամանակ կարող ենք ասել մենակ անկարող անհաջողակներից, բայց հիմա արդեն կան հայտարարություններ եւ կան գործողություններ, որ այս դավաճանության բառը ավելի քան տեղին է։ Եվ ստիպված այդ ցավալի ընտրության առաջ ենք նորից կանգնած ու այն դեպքում, որ պետության եւ ազգի դեմ կատարված բականների հանցագործությունները այնքան մեծ են, որ շատ մարդկանց մոտ ու ինչու՞ չէ նաև երբեմն ինձ մոտ համակրանք կարող է առաջանալ քաղաքական հանցագործների նկատմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը արդեն այն կարգի է կարմիր գիծը անցել, որ արդեն Վարդանիկը կարող է երբեմն նաև ինչ-որ միտք արտահայտել, որ ես կարող եմ համաձայն լինել։ Դուք պատկերացնում եք աբսուրդի թատրոնը ուրա հասել։ Սա իսկապես էլի շատ ցավալի իրականություն է, այսինքն Նիկոլ Փաշինյանը իր լինելույթամբ նաև փաստորեն լեգիտիմացնում է այն ամենը, ինչ որ անցյալում եղել է արատավոր, այն ամենը, ինչ որ անցյալում եղել է մերժելի, բայց քանի որ ինքը կա, ինքը արդեն լեգիտիմացնում է նրանց։ Եվ շատ-շատերի աչքերում նրանց դարձնում է նորմալ, լեգիտիմ, արդար։ Եվ չգիտեմ, այս քաղաքական կոնյունկտուրայով մենք ուր կարող ենք հասնել։ Եվ կպականները պարզա, որ մենք արդեն տեսել ենք իրենց որակը եւ մարդկային եւ քաղաքական եւ բարոյական, եւ տեսնում ենք, որ ոչինչի առջեւ իրանք կանգնեն առնում եւ ի սկզբանե դեռևս 2010 թվականից իրենց առաջնային գործիքը քաղաքական, որն ա եղել ընտրովի արդարադատությունը։ Այսինքն իրենք եկել են լոզունգով, որ Հայաստանում պետք է ստեղծեն իրավական պետություն, բայց ընդհակառակը էլ ավելի են ջախջախել իրավական պետության գաղափարը եւ ընդհանրապես արդարադատությունը իրենց համար օգտագործել են որպես գործիք, այսինքն երբ իրենց պետք է եղել արդարադատության դիմել են արդարադատությանը, երբ չի եղել աչք են փակել արդարադատության վրա եւ դա տեղավորել են այդ հարմար տարակում, որ անհրաժեշտության դեպքում նորից վերակենդանացնել եւ իրենք բազմաթիվ օրինակներ կան, որ իրենք դա արել են։ Վանաձորի ընտրությունները Գագիկ Ծառուկյանի այդ դեպքը հիշենք, երբ որ Գագիկ Ծառուկյանը իրաց պետք էր, երբ որ օգուտ կար, կոալիցիոն գործընկեր էր, խոշոր գործարար էր, բայց հետո երբ որ Գագիկ Ծառուկյանը պահանջեց իրենց հրաժարականը, պարզվեց, որ այդ 40 տարվա վարեմության գործը վերակենդանացրեցին։ Սա է իրենց արդարադատությունը, սա է իրենց իրավական պետությունը, նաև հիշենք Վանաձորը։ Այսինքն իրենք այդ ժողովրդավարական փաստաթղթը ապահովելու համար թույլ են տալիս, որ մարդիկ ընտրվեն, որ աշխարհին ցույց տան, տեսեք, ժողովրդավարական ընտրության բոլոր մեխանիզմները եւ ատրիբուտները պահպանվել են, բայց հետո ձերբակալում են։ Եվ չգիտես ինչու,
Հենց այդ ընտրվելուց հետո պարզվեց, որ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանցագործություն էր գործել։ Այ եթե Մամիկոն Ասլանյանը քաղաքական ակտիվություն չցուցաբերեր, ԿՊ-ին չհաղթեր, ընդհակառակը ԿՊ-ի հետ գնար գործարքի, կպարզվեր, որ Մամիկոն Ասլանյանը իրականում ոչ մի հանցագործություն չի գործել։ Սա է ԿՊ-ի գործիքակազմը եւ գործելու մեթոդաբանությունն էր։ Այդ չենք կարող չխոսել նաեւ պրոպագանդիստական այդ պիղծ ալիքների մասին, որի առաջնագծում էլի ԿՊ-ն է, գիտենք, որ իրանք ոչինչ չի արժև, էլի կանք չեն առնում եւ պատրաստ են գնալ ցանկացած մանիպուլյացիայի, ցանկացած շանտաժի, միայն թե քաղաքական արդյունքի հասնեն։ Բառ օրինակ այդ civic կոչվող լրատվամիջոցը, որ այդ լրատվամիջոց ընդհանրապես չեմ համարում, այդ բռնաբարության այդ տեսանյութը ցուցադրեցին, որտեղ երևում է նաեւ անչափահաս աղջկա երեսը, այսինքն մացրած նենգությանը, ստորությանը, ինչ կարգի պիղծ պետք է լինեն, որ նորից բռնության այդ բանի միջով անցած աղջկան թիրախավորում են, ինչա թե որ իրենց քաղաքական հակառակորդի նկատմամբ առավելության հասնեն, կազմնալով այդ աղջկա ապրումների վրա, այդ աղջկա հետագա կյանքի վրա, այդ հոգեբանական վիճակի վրա, այսինքն իրանք ամեն ինչի պատրաստում եւ չգիտես ինչու հիմա հիշեցին, որ այդպիսի տեսանյութ կա, այդ դեպքը եղել է մի տարի առաջ, ինչքան որ ես հասկացա, բայց իրանք դա հրապարակեցին եւ հենց այն պահին, երբ որ ընտրություններին մի քանի օր մնացել։ Պատկերացնում եք, սրանց բարոյականության ընդհանրապես վիճակը եւ մի փոքր ԿՊ տեխնացուի մասին, Տարիկ Մինասյանի մասին, իրեք ես եկել եմ այն համոզմանը, որ ԿՊ-ում ինչ-որ քաղաքական առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ինչ-որ մի աննախադեպ դավաճանական միտք արտաբերել, ինչ-որ աննախադեպ ուրասման բան դրսևորել, ուրանալ նկատի ունեմ պետության, պետական ազգային արժեքները, որոնք ուղեկցել են մեզ պետության գոյության ընթացքում։ Այսինքն ԿՊ-ում առաջ շարժվելու համար պետք է անպայման ինչ-որ մի բան ուրանաս, ինչ-որ դավաճանական միտք արտահայտես։ Ես այլ կերպ չեմ հասկանում այն միտքը, Ղարաբաղը այնքան վատ էր, գյումրեցիները փող են տալիս, որ ազատվեն, հələ մի կողմ դնենք, որ սա հաղորդում է հանցագործության մասին, բայց եւ այստեղ Արդյոք Ղարաբաղն էր վատ տեղ, ես սա մասին գրել եմ, Ղարաբաղը վատ տեղ չէր, ինչ եք փորձում Ղարաբաղը դժողք ներկայացնել, որպեսզի արդարացնեք ձեր պիղծ քաղաքական գոյությունը, Ղարաբաղը շատ նորմալ, շատ լուսավոր տեղ էր, Ղարաբաղի բանակը, որ Հայաստանի բանակի մի մասն էր, ավելի կարգապահ, ավելի մարտունակ հատվածն էր, բնական է ռազմաճակատում բանակը ավելի ձգված ամրագոտիներով է լինում, առաջնագծում միշտ էլ այդպես է լինում, այնպես չի, որ Հայաստանում այլ կերպ էին ծառայությանը նայում Ղարաբաղում այլ, Արցախում այլ, չէ, ուղղակի մի առաջնագիծ էր եւ դրանով է պայմանավորված, որ շատ մարդիկ չէին ուզում ծառայել։ Հենց Արցախում, որովհետեւ դա առաջնագիծ էր, դա հեռավոր էր տնից, դա վտանգավոր էր եւ շատ ծնողներ մտահոգված լինելով ելքեր էին փնտրում, որպեսզի խուսափեին իրենց երեխաների այնտեղ ծառայելուց, փորձում էին մոտիկ տեղ գցել կամ ընդհանրապես բանակից ազատել եւ եթե Արցախ էին ընկնում, ապա դասավորել ծառայությունը այնպիսի միզորամասում, որը չի մասնակցում մարտական հերթապահությանը, այո, սա դասական դասալքություն է, սրան այլ անուն չես կարող տալ, բայց նաեւ հենց օրինակներ բերենք, էլի ԿՊ-ի մեծ մասը բանակի փողով ազատվել են Եվ հիմա կարող ասա չէ կարող ապացուցել, բայց ախր դրա մասին են վկայում բոլոր իրողությունները եւ փաստերը։ Մատես կարա տեսանյութ ցույց տալ, որտեղ X մարդը փող է տալիս բանակից ազատվելու համար, բայց դա ակնհայտ է, չեմ ես երկրում ենք ապրել։ Այսինքն ունենք դասալիքներ եւ ունենք նախկին իշխանություններ, որոնց օրոք դասալքությունը բիզնես էր դարձել եւ հիմա այդ մարդիկ Գյումրիում իրար դեմ պայքարում են դասալիքները ընդդեմ դասալքությունը բիզնես դարձնողների ես դա գնահատական չունեմ իհարկե ոչ բոլոր մարդկանց մասին է խոսքը այնպես մարդիկ կան որ
Այս ամեն ինչին մասնակից չեն եղել եւ չեն կարող անշուշտ բոլորի մասին չի խոսքը, բայց չի ընդհանրացնել եւ հասկացողները հասկանում են թե ում մասին է խոսքը։ Եվ մյուս բանը, որ կուզենայի ասել, ակնհայտորեն Գյումրիում ստեղծվել է այնպիսի մի քաղաքական կառուցված, որը տանում է քաղաքը ճգնաժամի։ Իմ համոզմամբ եւ ոչ միայն իմ, շատ են սրա մասին խոսում, ուժերից մեկը չի կարողանալու բացարձակ առավելության հասնել եւ հասնելու ենք քաղաքական ճգնաժամի, ընդդիմության մեջ կարող են պառակտումներ լինել եւ չկարողանան ինչ-որ միասնական տեխնացու առաջադրել, Սարիկ Մինասյանն էլ միգուցե ստիպված լինի գնալ կոալիցիայի կամ չգիտեմ, այնտեղ առնետավազք է առաջանալու մի խառը իրավիճակ եւ արդյունքում ստանալու ենք այնպիսի մի իրավիճակ, որ կամ զորով, շարով, առնետավազքով, բռնություններով, ճնշումներով Սարիկ Մինասյանն է դառնալու քաղաքապետ, թույլ քաղաքապետ, կամ ընդհանրապես Գյումրին քաղաքապետ չի ունենալու, կառավարիչ չի ունենալու, ինչպես Վանաձորը։ Վանաձորը էլի մեծ քաղաք էր եւ Վանաձորի համար այդ կառավարման բացակայությունը լուրջ խնդիրներ էր առաջացրել եւ այնտեղ գտնվող լրագրողները մարդիկ ահազանգում են այդ ամեն ինչի մասին։ Գյումրիում խնդիրը էլ ավելի լայնամասշտաբային է, որտեղ Գյումրին ավելի մեծ քաղաք է, Գյումրիում քաղաքական կյանքը շատ ավելի կայացած է եւ այս ճգնաժամը կարող է լուրջ հետևանքների հասցնել, այդ թվում եւ Պայթյունի։ Սա էր ընդհանուր առմամբ ինչի մասին որ ուզում եի խոսել։ Բարձր գնահատականներ չեն կարող տալ Գյումրիում կատարողին, այնուամենայնիվ որքան է աղմուկը, պոպուլիզմը, ռետորաբանությունը շատ լինի այնտեղից եկող, մենք էլ բարձր Հայաստանի այլ բնակավայրից ուշադրությամբ հետևում ենք, այնուամենայնիվ դրանք պրովինցիալ ընտրություններ են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընդհանուր առմամբ հանրապետությունում քաղաքական իրավիճակի վրա, բայց ոչ վերջնական արդյունքը կարող է կապված լինել նաև այլ բաներից, նաև այստեղ չպետք է մոռանալ արտաքին քաղաքական հանգամանքների մասին։ Եվ Գյումրիում կանխատեսվում է քաղաքական ճգնաժամ կամ ճգնաժամ, որը հանգեցնելու է անկառավարելիության կամ Պիրոսյան հաղթանակ Սարիկ Մինասյանի մարմնավորմամբ։ Ընդհանուր առմամբ սա էր, ինչով հեռանալը առաջարկում եմ բաժանորդագրվել YouTube անալիքին, հավանել, տարածել ընդհատակից զրույցները, լավ եղեք եւ խաղաղություն, տրամաբանություն մեր երկրին, այս դեպքում նաեւ Գյումրիին, հատկապես Գյումրիին։ Շնորհակալություն։